Էլ չի կրկնվի, խոստանում եմ, մի անգամ էլ ների ու վերջ։ Եվ դու հասկանում ես, որ այս խնդիրը նորից է կրկնվելու, որովհետև ամեն անգամ դու ներում ես, եւ սցենարը կրկնվում է։ Եվ ամեն անգամ, երբ որ դիմացինը կոտրում է այն, ինչ դու կառուցել ես, դա քեզ սկսում է սովորեցնել ոչ թե ներել, այլ մոռանալ ով ես դու։ Մի այցելու ունեի, ամուսնու պահարանում գտել էր շարֆը, որը ընտրված էր, հատուկ ընտրված էր սիրուհու համար։ Նեղացավ, սենյակից դուրս եկավ, մի քանի օր քնեց այլ սենյակում, հետո տանը հյուրեր պետք է գային։ Նա ստիպված հետ վերադարձավ։ Եկավ թերապեյ ու ասաց. «Անի ջան, դե հյուրեր պետքա գային, մեր տանը պետքա գիշերեին, այդ սենյակը մեզ պետք էր, ես չէի կարող հետ չգնալ»։ Եվ ես ուղղակի հասկացա, որ երբ որ դու նեղանում ես, դուրս ես գալիս, փորձելով դաստիարակել, պատժել, ցույց տալ քո վիրավորվածության խորությունը, բայց դու վերադառնում ես նույն տեղը, այդ պատմությունը անպայման նորից կրկնվում է։ Մենք պետք է հիշենք, որ ներել դա չի նշանակում վերադառնալ նույն տեղը։ Իսկ հաճախ մենք կարծես թե անունը դնում ենք, որ ես ներեցի, ես նորից հնարավորություն տվեցի, ես ուզում եմ ամեն ինչ անել, որ այս հարաբերությունը չքանդվի, ընտանիքը չքանդվի, բայց այդ ճանապարհին մենք իսկապես թույլ ենք տալիս, որ դիմացինը այդ ճանապարհին կոտրի մեզ, կոտրի մեր ինքնությունը, եւ մենք նորից ու նորից հայտնվում ենք նույն պատմության մեջ։ Մտածեք ինչ է ներումը։ Երբեմն մենք վեճերից հետո չենք փորձում վերադասավորել, վերաիմաստավորել կամ վերաձևակերպել մեր սահմանները։ Հասարակ, երբ որ երկրների միջև պատերազմներ են լինում, պատերազմներից հետո անպայման սահմանները վերաձևակերպվում են։ Ասում են, որ ահա, հիմա ստեղից այն կողմ արդեն մեր հողերն են, ստեղից այն կողմ ձեր հողերն են, այս տարածքը ես եմ հսկելու, այս տարածքը դուք եք հսկելու։ Անգամ այսպիսի քաղաքական պատերազմներում, կոնֆլիկտներից հետո սահմաններ են վերաձևակերպվում։ Իսկ ինչու է, որ դու կարող եք թողել գնալ տնից, թողել գնալ սենյակից, քնել բազմոցին, քնել երեխայի սենյակում, հետո նորից հետ վերադառնալ որոշ ժամանակ անց, կարծես ոչինչ չի եղել։ Բնականաբար այդ պատմությունը նորից է կրկնվելու, որովհետև եթե դուք դիմել եք այդ քայլերին եւ հետո որոշ ժամանակ անց առանց զրույցի, առանց պայմանավորվելու, առանց հասկանալու, թե ինչու եք այդտեղից դուրս եկել, նորից հետ եք գնում նույն տեղը, նորից կրկնվելու է ամեն բան։ Խնդրում եմ, հիշեք այս տեսանյութից կարևոր այս նախադասությունը. ներումը դա չի նշանակում վերադառնալ նույն տեղը։ Ներումը դա չի նշանակում կորցնել ձեր ինքնությունը։ Ներումը չի նշանակում, որ դուք հարաբերությունների մեջ պետք է թույլ տաք, որ ամեն անգամ ձեզ անտեսեն, ձեզ արհամարհեն, ձեր սահմանները կոտրեն։ Ներումը դա որոշում է, եւ ներումը նշանակում է, որ դուք ինքներդ պետք է սիրեք ձեր անձը, հոգ տանեք, խնայեք ինքներդ ձեզ եւ թույլ չտաք, որ ինչ որ մարդիկ անփութորեն ամեն անգամ ձեզ ցավ պատճառեն։ Հոգ տարեք ձեզ համար։ Իսկ այն անձիկ, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարողանում այդ ճանապարհով մենակ անցնել, կարող եք զանգահարել ինձ 095 51 44 54 հեռախոսահամարով։ Մենք միասին կփորձենք վերլուծել, ինչու եք դուք ընտրում վարքի այդ պատեռները, ինչու եք դուք ընտրում այդ մոդելները, որոնք ձեզ համար ինքնավնասող վարքի ձևեր են։ Կվերաձևակերպենք նոր սահմաններ, կբերենք գիտակցություն այն սխալ իրացիոնալ համոզումները, որոնք ամեն անգամ ձեզ տանում են նույն ձախողումներին։ Եվ ես հույս ունեմ, որ այդ ամենից հետո ձեր կյանքը, մասնավոր հարաբերությունները ավելի կառուցողական եւ ձեզ երջանկություն պարգևող կլինեն։